Խոզարկությունը քրեական դատավարության ամենախորը միջամտող քննչական գործողություններից է, քանի որ առաջնում մի շարք իրավունքներին, մասնավորապես բնակարանի անձեռնմխելիությանը, անձի անձնական կյանքին, սեփականությանը, նաև որոշակի դեպքերում փաստաբանական գաղտնիքին։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է մի շարք դասական երաշխիքներ, որոնք ապահովում է խոզարկության ընթացքը, այսպես ասած։ Մասնավորապես առաջինը դա խոզարկություն կատարելու թույլտվությունը տալիս է դատարանը, այսինքն համապատասխան միշտորության առկայության դեպքում դատարանը քննարկելով միշտորության առկա հանգամանքները որոշում է կայացնում այն թույլատրելու կամ չթույլատրելու։ Սա ամենաառանցքային դատավարական երաշխիքն է։ Հաջորդ երաշխիքը, որը եւս առանցքային է, դա նոր քրեական դատավարության օրենսգրքով է ներմուծվել, դա խոզարկության ընթացքի տեսաձայնագրումն է։ Այսինքն ամբողջ ընթացքը ձայնագրվում է եւ հետագայում նաեւ վարույթի մասնակիցներն հնարավորություն ունեն տեսնելու, թե վարույթի ստող մարմինը ինչ առարկաներ է առգրավել։ Երրորդ երաշխիքը այն է, որ խոզարկության կատարման ընթացքին կարող է մասնակցել ինչպես այն անձ, ում նկատմամբ տեղի ունենում տվյալ միջամտությունը, այնպես էլ նրա ներկայացուցիչը, եւ չորրորդ հանգամանքը այն է, որ անձը հնարավորություն ունի բողոքարկելու խոզարկությունը եւ դրա արդյունքում կատարված վարույթային գործողություն, այսինքն արձանագրությունը կամ ընթացքում ձեռք բերված առարկաները ընթացակարգային խախտումների մասով է խոսքը գնում։ Հիմնական պրակտիկայում խնդիրները նրանում է կայանում, որ դատարանները ձևական մոտեցում են ցուցաբերում, մասնավորապես որոշումների մեջ ներառվում են միշտորդությամբ ներառված հանգամանքները, այսինքն նույնիսկ այն տառասխալները, կետադրական սխալները բառացիորեն արտատպվում են որոշման մեջ եւ դառնում է ձևական, արդյունքում դատական վերահսկողությունը դառնում է դե յուրե, ոչ թե դե ֆակտո։ Բայց այդ երբեմն խոզարկությունները իրականացվում են լայի ծավալով, մասնավորապես խոզարկությունների ընթացքում առգրավում են այնպիսի իրեր, որոնք տվյալ քրեական վարույթի հետ որևէ առնչություն չունեն եւ անձը ստիպված է լինում ամիսներ շարունակ պայքարելու, որպեսզի այդ առարկաները հետ վերադարձվեն իրեն։ Ընդհանուր առմամբ գործող օրենսդրությունը հիմնականում ապահովում է բավարար երաշխիքներ, սակայն պրակտիկայի առումով կան բազմաթիվ դեֆիցիտ կողմեր, այսպես ասած, քանի որ իմ կողմից նշված հանգամանքները շատ դեպքերում խոչընդոտ են առաջացնում հետագայում անձի իրավունքների պաշտպանության համար։ Բարեկային ծառայության կողմից տրանսպորտային միջոցի կանգնեցումը կամ քաղաքացուն կանգնեցումը փաստաթղթերի ստուգման պատճառաբանությամբ, այսպես ասած, քողարկված սահմանափակում է անձի ազատ տեղաշարժը եւ միջամտում է անձնական կյանքին, ուստի այն պետք է լինի հստակ, կանխատեսելի եւ ստուգելի իրավական հիմքերի հիման վրա։ Հայաստանի Հանրապետությունում բարեկային ծառայության լիազորությունները բխում են ոստիկանության մասին օրենքից, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից եւ ճանապարհային երթևեկության կանոններից։ Տրանսպորտային միջոցի կանգնեցումը թույլատրվում է հետեւյալ հիմքերի դեպքում, երբ քաղաքացին թույլ է տվել օրինակ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, կամ կա ակնհայտ անսարքություն, կամ փաստաթղթերի ստուգման պատճառաբանությամբ, սակայն այս փաստաթղթերի ստուգումը, որը ամենաառանցքային եւ հիմնականում այստեղ խնդիրն առաջանում, չպետք է լինի կամայական։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հենց այս հարցերի վերաբերյալ հստակ սահմանել է չափորոշիչներ, որ այդ փաստաթղթերի ստուգումը պետք է լինի օրենքով նախատեսված, կանխատեսելի եւ ոչ կամայական։ Գործնականում առաջանում են հետեւյալ խնդիրները, որ բարեկային ծառայությունը ընդհանուր արտահայտությամբ, այսպես է փաստաթղթերի ստուգում կամ պրոֆիլակտիկ միջոցառում ընդհանրական ելույթներով քաղաքացիներին կանգնեցնում են կամ տրանսպորտային միջոցները կանգնեցնում են եւ շատ դեպքերում քաղաքացիները օրենքը չիմանալով ենթարկվում են այդ ոստիկանի պահանջներին, այսպես ասած, սակայն օրենսդրությամբ այդպիսի ընդհանուր լիազորություն, որպես այդպիսին չկա, ուղղակի պրոֆիլակտիկ միջոցառում կամ փաստաթղթերի ստուգում, այն պետք է լինի հստակ եւ պետք է կամայական չլինի, քանի որ քաղաքացիների մոտ առաջանում են հարցեր, թե ինչու իրեն կանգնեցեցին եւ փաստաթղթերի ստուգում իրականացրեցին եւ նույն պայմաններում երթևեկող կամ քայլող մեկ այլ քաղաքացու չկանգնեցին եւ փաստաթղթերը չստուգեցին։ Այստեղ խնդիրը հետեւյալում է, որ ամփոփ, այսպես ասեմ, բարեկային ծառայության կողմից տրանսպորտային միջոցի կանգնեցումը պետք է չլինի կամայական եւ լինի հստակ եւ ստուգելի չափանիշների հիման վրա, քանի որ այդպիսի լայն մեկնաբանությունը շատ դեպքերում շատ լայն հնարավորություն է տալիս բարեկային ծառայողներին ընդհանրական բնույթի
ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու համար։ Զննություն ու խուզարկություն սահմանազատումը ոչ միայն տեսական, այլ նաև ապացույցների թույլատրելիության հարց է։ Զննությունը դա վարչաիրավական կանխարգելիչ միջոցառում է, որը իրականացվում է ակնհայտ խախտումների հայտնաբերման եւ անվտանգության ապահովման համար, իսկ խուզարկությունը արդեն քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգ է, որը ուղղված է քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ իրեր հայտնաբերելու համար։ Զննությունը կարող է իրականացվել առանց դատարանի թույլտվության, պետք է լինի նվազագույն հիմք, օրինակ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կամ կասկածելի իրավիճակ, իսկ խուզարկության դեպքում պարտադիր է նախ դատարանի թույլտվությունը եւ դա ուղղված է կոնկրետ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելուն։ Գործնականում առաջանում են հետեւյալ խնդիրները, երբ զննության տակ փաստացի իրականացում է քողարկված խուզարկություն եւ քաղաքացիները չտարանջատելով զննություն ու խուզարկությունից չեն հասկանում, երբ կարող են հրաժարվել այդ գործողությանը մասնակցելուց կամ պահանջել, որպեսզի այն դադարեցվի։ Մեր քաղաքացիները պետք է հստակ տարբերակեն, օրինակ, երբ մեքենայում կատարվում է որոնողական աշխատանքներ կամ առարկաներ են տեղափոխվում կամ, այսպես ասած, խորը միջամտություն է տեղի ունենում, դա փաստացի խուզարկություն է։ Իսկ զննությունը պետք է իրականացվի զուտ տեսողական, այսինքն այնտեղ որոնողական որևէ աշխատանք կամ խորքային ինչ-որ միջամտություն չպետք է լինի։ Եթե դա այդպես է կատարվում, ուրեմն դա արդեն վերածվում է խուզարկության։ Սրա հիմնական խնդիրը պետք է լուծվի հետևյալ կերպ։ Խուզարկության ընթացքը որպես այդպեսին քրեական դատավարության օրենսգրքում մանրամասն նկարագրված է, իսկ զննության դեպքում շատ հպանցիկ եւ լայն մեկնաբանություն է տրված եւ զննության հասկացությունը կոնկրետ հստակ չափանիշներ սահմանելու դեպքում արդեն հստակ կտարանջատվի որն է զննությունը եւ որն է խուզարկությունը։ Ձերբակալման պահին իրականացվող անձնական խուզարկությունը գտնվում է երկու հակադիր շահերի խաչմերուկում, այսպես ասած։ Առաջինը ծառայողի եւ այլոց անվտանգությունն է եւ ապացույցների պահպանումը, իսկ հակառակ կողմում գտնվում է անձի անձնական կյանքի եւ արժանապատվության պաշտպանությունը։ Հենց այստեղ է գործարկվում համաչափության սկզբունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւս այս հարցերի վերաբերյալ տվել է հստակ դիրքորոշում առ այն, որ այն պետք է լինի օրինական, համաչափ նպատակին եւ հետապնդի լեգիտիմ նպատակ։ Եվ այստեղ է հենց գալի, որ անձնական խուզարկության կոնտեքստում սա նշանակում է կիրառվող միջոցները պետք է լինեն մինիմալ անհրաժեշտ, ոչ թե առավելապես հնարավոր։ Գործնականում միշտ ապահովում է համաչափությունը, թե ոչ, կարելի է ասել ոչ միշտ, քանի որ խնդիրը ոչ այնքան օրենքում է, որքան կիրառման մեջ։ Ամենատարածված խնդիրը այս դեպքում ռուտինացված խուզարկությունն է, որը իրականացվում է յուրաքանչյուր ձերբակալման դեպքում առանց կոնկրետ ռիսկի գնահատման։ Հաջորդ խնդիրը գաղթության խախտումն է, երբ անձինք ենթարկվում են անձնական խուզարկության բաց տարածքներում եւ դրանով որոշակի առումով նաև միջամտություն է անձի անձնական կյանքին եւ արժանապատվությանը, քանի որ բաց տարածքներում անձինք ենթարկվում են անձնական խուզարկության եւ դրան ականատես են լինում այլ քաղաքացիները, որը ուղղակի առումով վերաբերում է անձի պատվին եւ արժանապատվությանը։ Նաեւ առանցքային է դատարանների դերը եւ դատարանները ներկայումս չեն տարբերակում անձնական խուզարկությունը կատարվել է խուզարկողի անվտանգությունից ելնելով, թե ապացույցներ հավաքելու նպատակից ելնելով։ Սա շատ կարևոր խնդիր է, որը մինչ այսօր պրակտիկայում երբևէ չի կիրառվում եւ դատարանների կողմից ընդհանրապես ուշադրության չեն արժանացնում, սակայն իմ խորին համոզմամբ սա առանցքային դեր ունի եւ դատարանները պետք է միշտ ուշադրություն դարձնեն այն հանգամանքին, թե այս խուզարկությունը կատարվել է ինչ նպատակից ելնելով խուզարկողի անվտանգությունը պաշտպանելու, թե ապացույցներ որոնելու համար։ Բարելավման տեսանկյունից կլիներ այն, որ անձնական խուզարկության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել եւ հասանելի լինել ոչ թե բարույթի բոլոր մասնակիցներին, այլ կոնկրետ խուզարկվողին եւ նրա ներկայացուցիչին։